Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ։ Ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ Բարի երեկո Նարեկ։ Պարոն Ղուկասյան, ընդդիմությունը հայտարարում է, որ Հայաստանում 6 տասնյակից ավել քաղբանտարկյալներ կան, այդ թեմայով խորհրդարանական լսումներ անցկացրեցին։ Իշխանությունը հակառակն է պնդում, ասում է, եթե Հայաստանում քաղաքական հրահանգներով բանտարկյալներ լինեին, էլ որտեղից էիք կարողանում գալ եւ խորհրդարանում լսումներ անցկացնել, մեզ քննադատել։ Դուք ինչ մեկնաբանություն ունեք, այսպես ասած, քաղբանտարկյալ եղած մարդ ինչ կասեք, հիմա Հայաստանում քաղբանտարկյալ կա թե չէ։ Դե հարց ունի ֆորմալ կողմ, ամբողջ խորհրդային միության, նախկին խորհրդային միության տարածքից եվրոպական մարդու իրավունքներով դատարանը իմ փաստաբանների տեղեկություններով 3 տարվա կամ 4 տարվա առաջվա, այսպես ասած, տեղեկություն եմ ասում, եղել է ընդամենը 4 դեպք, երբ եվրոպական մարդու իրավունքների դատարանը ՄԻԵԴ ընդունել է բողոք հենց քաղբանտարկյալի, այսպես ասած, բանով, հոդվածով, հա? Դա Ալեքսեյ Նավալնիի գործն է, դա Գուսինսկու գործն էր, Ադրբեջանից Մամեդովի գործն էր եւ դա իմ գործն էր 17 թվականի փետրվարին ներկայացրած։ Դա ինչը որ եվրոպական դատարան է հասել եւ դատարանի կողմից ճանաչվել որպես քաղբանտարկյալ, դա կարելի ասել ամենաբարձր շեմն է այդ կարգավիճակի։ Միջազգային կազմակերպությունները, իրավապաշտպան կազմակերպությունները, իրենք իրենց հաշվարկն են անում եւ պարբերաբար հայտնում են իրենց գնահատականով քաղբանտարկյալների հետ կապված այս կամ այն վիճակը։ Հիմա զուտ մասնագիտական, այսպես ասած, բանից ես այդքան էլ տեղեկացված չեմ Հայաստանում, ինչպիսին է ռեյտինգը, ինչպիսին է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցը։ Բայց ես այսպես կձևակերպեմ։ Փաստարկը, որ եթե կան քաղբանտարկյալներ խորհրդարանում լսումներ ինչ են արվում, թույլ փաստարկ է։ Ես ամենաբարձր, այսպես ասած, սանդղակով, հա, քաղբանտարկյալ էի ճանաչված Հայաստանում եւ խորհրդարանում Հայաստանի 17 թվականին, 18 թվականին քննարկումներ գնում էին, այսինքն այդ անգամանքը որևէ կերպ չէր խանգարում խորհրդարանի աշխատանքին, որ երկրում կա քաղբանտարկյալ։ Դա փաստարկ չի։ Ես հարց ուրիշ ձև կվերաձևակերպեմ։ Օգտագործվում է արդյոք քրեական հետապնդումները քաղաքական հակառակորդների դեմ որպես գործիք Հայաստանում։ Իմ պատասխանը այո, սկսած նրանից, որ իմ դեմ քրեական հետապնդումը առ այսօր շարունակվում է, եւ այն բազմաթիվ դեպքերով, որը որ մենք տեսնում ենք, որ քաղաքական մարդկանց, հա, քաղաքական ոլորտի մարդկանց, քաղաքացիական ակտիվիստների դեմ կիրառվում են քրեական օրենքի դրույթներ եւ Հայաստանում դա բավականին տարածված, բավականին մեծ թվով այսօր, այսպես ասած, կայացած փաստ։ Մուսոլինին կարծեմ թե ասում էր, իմ ընկերների համար, մեր գործընկերների համար ամեն ինչ, հակառակորդների համար միայն օրենք, այսինքն դուք կարող եք ասել քրեական հետապնդումները իշխանության մեջ գտնվող կուսակցություն, որ բնականաբար ավելի շատ խնդիրներ պիտի ունենա կոռուպցիայի հետ, հա, եւ այլն, եթե համեմատենք խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների դեմ ցուցանիշները, քանի քրեական գործ կա իշխող ուժի ներկայացուցիչների դեմ, քանի քրեական գործ կա խորհրդարանական ընդդիմության դեմ,
գերիշխող չէ դեպքերը վերաբերում են խորհրդարանական ընդդիմությանը շատ քիչ են ինչ որ քրեական հետապնդումներ իշխող կուսակցության ներկայացուցիչների դեմ թեպետ պիտի որ ավելի հակառակը լինեն պատկերը որովհետև աղազանգեր է որ Հայաստանում կոռուպցիան շարունակվում է բարձր բավականին ցուցանիշներ գրանցել կան եւ հենց այդ իրավապաշտպան միջազգային կազմակերպությունները դա գրանցում են։ Այսօր ես հարցին այսպես պատասխանեմ։ Իշխող ուժը իմ կարծիքով օգտագործում է քրեական օրենքը սելեկտիվ իր քաղաքական հակառակորդների դեմ։ Եվ չի կիրառում իր կողմնակիցների դեմ, իր կուսակցական, այսպես ասած, անդամների դեմ, որտեղ որ կարելի է ամեն կերպ դա ծածկադմփոց է արվում, կամ լսում ենք, որ ինչ-որ մի սկանդալ եղավ ու հետո հարթվեց, քրեական գործեր չեղան, էլի, կոռուպցիայի հետ կապված նկատի ունեմ այն հնչող բաները, Եվրոասֆալտ եւ այլն, ինչ-որ sense չէ, բաներ ենք լսում բարբերաբար։ Իշխանությունը նշում է, որ կան փաստեր, ձայնագրություններ եւ հիմքում քրգործերի դրանք են դրված։ Քննչական մարմինները Հայաստանում ինչպես են աշխատում, Նարեկ։ Չգիտես ինչ հիմքերով ստանում են գաղտնալսման կամ չեն ստանում, գաղտնալսում են մի խոսքով մարդկանց։ Մեր քննչական մարմինների իմ տպավորությամբ աշխատանքի երկու հենասյունը դա գաղտնալսումներն են եւ գործակալներից ստացված տեղեկություններ։ Հայաստանում իմ կարծիքով բավականին մեծ է ոստիկանության ԱԱՑ-ի գործակալական ցանցը բավականին մեծ թվով մարդիկ ներգրաված են այդ կազմակերպությունների կողմից համագործակցության մեջ այդ պայմանագրերով գործակալական տեղեկություններ տրամադրելու այդ բանով առաջադրանքով եւ հիմնականում այդպես են Հայաստան քչական մարմինները աշխատում։ Մենք չունենք տենց դետեկտիվներ, որոնք որ այսպես դրամաբանորեն հիմնավոր բացահայտումներ են անում հանցագործությունների Շերլոկ Հոլմսի կամ չգիտեմ այլ դետեկտիվական, գեղարվեստական կերպարներ են բերում։ Ավելի շատ տարածված տարբերակը դա այսպես գաղտնալսումներ, գործակալական տեղեկություններ եւ այլն դա է։ Եվ շատ անգամ այդ գործերը երբ որ հասնում են դատարան, բավականին թույլ տպավորություն են թողնում ապացույցների տեսակետից հիմնավորված լինելու առում։ Ես մեր քննչական մարմինների վերաբերյալ ունեմ խորը անվստահություն, որովհետև իմ դեմ քրեական մեղադրանքը հիմնված է բացարձակապես կեղծված ապացույցների վրա։ Եվ եթե այսօր այդ գործը դատախազությունը պնդում է դատարանում, դա նշանակում է, որ քննչական համակարգում ոչ մի փոփոխություն չի եղել։ Սկսած այդ տարիներից, որովհետև դա փոխկապակցված բաներ են։ Պիտի բոլոր այն գործերում, որտեղ որ ակնհայտորեն եղել են ապացույցների կեղծիքներ, լինեին բացահայտումներ, լինեին պատասխանատվության կանչած մարդիկ, դա դառներ համակարգի համար դաս, որ այդպես գործեր չի կարելի սարքել։ Հայաստանում ես կարծում եմ, որ այսօր քննչական մարմինները այդ քաղաքական գործերը ինչով են, այսպես ասած, տարբերվում։ Երբ որ կա պատվեր ինչ որ քաղաքական գործ չի դեմ, այսինքն վերևից էլ խորհրդարանում արդեն ասում են, այո, այս մարդը հանցագործ է։ Չէ՞, քննիչը պաշտպանված է արդեն այդ քաղաքական, այսպես ասած, գնահատականներով մեծ ջանասիրություն պետք չի ցուցաբերել, որպեսզի ապացույցներ հավաքել եւ այլն եւ այլն։ Եվ դատարանում այդ գործերը այսպես ասած բախվում են այն իրողության, որ դառնում են արդեն բացահայտ քննության առարկա, առաջանում է
ավելանում է անվստահությունը եւ դատական համակարգի նկատմամբ, եւ քննչական մարմինների նկատմամբ, եւ դատախազության նկատմամբ, որը որպեսի աջակ սպիտակ թելերով կարած գործերը բերում է դատարան եւ փորձում է հիմնավոր մեղադրակ ներկայացնել։ Հայաստանի համար շրջադարձային գործեր պիտի լինեին Հայաստանում ընտրությունների կեղծելու իշխանությունը յուրացնելու գործերը, որոնք որ չհարուցվեցին, չեղան։ Հայաստանում կոռուպցիոն, այսպես կազմակերպված կոռուպցիայի հետ կապված պիտի լիներ լուրջ, այսպես ասած, բացահայտում, որը որ բացահայտեր Հայաստանում պաշտոնների վաճառքի, ոլորտների բաժանելու եւ այլն այդ երևույթները, որոնք որ կայուն եղել են կան տարիներ շարունակ Հայաստանի բիզնեսը, քաղաքացիները դրա հետ առնչվել են, գիտեն անձամբ։ Չէ, մեր երկրում շատերն են ստացել փող ընտրությունների ժամանակ։ Իրենց բերել են, առաջարկել են, ոմանք համաձայնվել են, ոմանք չեն համաձայնվել, բայց այդ երևույթը բաց գործում էր, չէ։ Այն կարևոր գործերը, որոնք որ պիտի լինեին եւ որից հետո մենք վստահ կասենք, այո, մեր քննչական համակարգը մաքրվել է, մեր պետության մոտեցումը իրավապահ այդ գործնեությանը, իրավապաշտպան այսպես ասած գործնեությանը փոփոխվել է։ Այսօր մենք հիմք ունենանք։ Իսկ եթե այսպես այդ հարցը ամփոփել, առաջ Սերժ Սարգսյանն էր քննիչներին հանձնարարում, որ Անդրեաս Ղուկասյանի դեմ սպիտակ թելերով գործ կարեն, հա, եւ իրենք դա անում էին։ Հիմա Նիկոլ Փաշինյանն հավանաբար այսպես մատով ցույց տալի ում դեմ քրեական գործեր հարուցեն եւ սպիտակ թելերով նորից կարում են այդ գործերը, որովհետեւ դա քաղաքական պատվեր է, այսինքն քննիչները այդտեղ մեծ խնդիր չունեն լուրջ ապացույցներ հավաքին։ Պարոն Ղուկասյան, այլ թեմաների անդրադառնանք, կարծեք թե մոտենում է ռուս-ուկրաինական հակամարտության հանգուցալուծումը, դուք ունեք այս ամերիկյան պլանից նման տպավորություն, թե ոչ պատերազմը կանգնելու վերաբերյալ։ Ոչ։ Ինչու։ Առհասարակ այդ նու հիմա մեծ սկանդալ է ԱՄՆ-ում, գիտեք, այդ Ուիտկոֆի հետ կապված, որովհետև գաղտնազերծվեցին իրա եւ Դմիտրի Ուշակովի, հա, Ռուսաստանի Դաշնության այդ բարձրաստիճան պաշտոնյայի հեռախոսային խոսակցությունները։ Առհասարակ ի սկզբանե ռուսական առաջարկը, ոնց ես հասկանում եմ, Ալյասկայում քննարկված, կարող էր լինել եւ ԱՄՆ-ն այսպես դա էր առաջ տանում, խոսքը կարար գնար հրադադարի մասին։ Խոսք չի կարող գնալ, Նարեկ, դա կանոն է։ Պետության սահմանները այս մոլորակի վրա, մեր մոլորակի վրա չեն կարող փոխվել ուժով։ Դա կանոն է։ Ինչպես նաև կանոն է, որ պետական ինքնիշխանությունը էթնիկ զտման ճանապարհով չի կարող հաստատվել։ Դա երկրորդ կանոն։ Հիմա այդ կանոնը, եթե դուք հիմք եք ընդունում, հասկանալի է, չէ՞, որ Ռուսաստանի ցանկությունները, որպեսզի ուժով փոփոխված սահմանները օրինական ճանաչվեն, սին են։ Պիսի բան չի կարող լինել։ Ռուսաստանի փաստարկը կայանում էր նրանում, որ անհրաժեշտ է հրադադար եւ այդ հրադադարը պիտի ունենա լուրջ երաշխիքներ։ Եվ իդեպ իրենք որպես օրինակ բերում էին Ղարաբաղյան խնդիրը եւ ասում էին, այ տեսեք, այստեղ լուրջ երաշխիքներ չկային հրադադարի եւ տեղի ունեցավ ռևանշ Ադրբեջանի կողմից, հա։ Այսինքն ի սկզբանե խոսքը գնում էր նրա մասին, ինչպես կնքել հրադադարի պայմանագիր, ինչ պայմաններով, ինչպիսին պիտի լինեն այդ պայմանները, որպեսզի պատերազմ չվերսկսվի, եւ այդ դրա շուրջն էին այդ 28 կետերը։ Ուկրաինային ըտեից վերաբերվում էին 4-ը թե 5-ը, եւ մնացած կետերը ըստ էության առհասարակ Ուկրաինայի հետ կապ չունեին։ Օրինակ
Ռուսաստանի Դաշնության փողերի ճակատագիրը, հա, սառեցված միջոցների Եվրոպայում ճակատագիրը կամ մանատիպ այլ հարցեր, ՆԱՏՕ-ին Նախկինում քննարկվում էր, որ դրանով պետք է Ուկրաինան վերականգնվի։ Հիմա ըստ էության այդ նպատակով չի ծառայել։ դա Ուկրաինայի եւ Ռուսաստանի պայմանագրի առարկա չի կարող։ Նարեկ ջան, պայմանագրի առարկա երկու կողմերի կարող է լինել այն, ինչ որ իրենց է վերաբերվում։ Ինչ որ վերաբերվում է Ուկրաինային եւ Ռուսաստանին այդ 28 կետերից հետեւյալն է, որ հրադադար է կնքվում, դա խաղաղության պայմանագիր չի, դա նոր սահմանների ճանաչում չի, չէ՞։ Կնքվում է հրադադարի պայմանագիր հետեւյալ պայմաններով։ Ռուսական զորքերը դուրս են գալիս Խարկովի մարզից, դուրս են գալիս այլ մարզերից, իսկ ուկրաինական զորքերը մոտ 20-30 կիլոմետր հետ են քաշվում Դոնեցկի մարզից։ Ուկրաինական զորքերի այդ հետ քաշվելու տարածքը հայտարարվում է դեմիլիտարիզացված, այսինքն ռուսական զորքերը այդտեղ չեն մտնում այդ տարածք։ Եվ ըստ էության Ռուսաստանին եւ Ուկրաինային վերաբերող գլխավոր հարցը դա է, հրադադարի գիծը ինչպիսին պիտի լինի։ Երկրորդ հարցը, որ կար դա ուկրաինական բանակի հավելացման մասին հարցն է։ Մինչև պատերազմ Ուկրաինան ուներ 300,000 հոգանոց բանակ։ Հրադադարի պայմանագրով առաջարկում էր, որ Ուկրաինայի բանակը 800,000-ից ավել չպետք է լինի։ Այդ համարյա այդքան է, ինչքան որ հիմա 600,000-ից։ Այդ 200,000-ով պակաս է, քան հիմա Ուկրաինան ունի։ Ուկրաինական կողմը պնդում է, որ 800,000 է կազմում իրենց բանակի, ոստիկանության եւ այլ ուժերի ընդհանուր քանակը։ Եվս Ուկրաինային վերաբերող պահանջը երկուսն էին, մեկը որ սահմանադրությամբ պիտի իրենք ամրագրեն, որ ՆԱՏՕ-ի անդամ չեն դառնա, եւ երկրորդը, որ ռուսական լեզուն ռուսերենը կստանա կարգավիճակ ազգային փոքրամասնություններին վերաբերող ինչ որ հարցեր։ Սա է։ Սա ում Այն համար է հաղթանակ եւ ում համար պարտություն։ նման կերպով կնքված հրադադարը ստեղ տեսեք ինչ խորամանկություն կա։ Պուտինին հարկավոր է ցույց տալ իր ժողովրդին, որ սա հաղթանակ է, չէ՞։ Ուկրաինական կողմին ես չեմ կարծում, որ իրենք շահագրգռված են հիմա այդ հրադադարի մեջ։ Իհարկե ճակատում իրենք նահանջում են, բայց դա եւ հենց ի սկզբանե այս պատերազմի իրենց ռազմավարությունն է նահանջել, պաշտպանական օպերացիա իրականացնել, պատճառելով Ռուսաստանին վնասներ։ Այսինքն Ուկրաինայի համար հրադադարը պարզապես ժամանակ է նոր պատերազմին պատրաստվելու, այսինքն պատերազմի շարունակելու համար։ Եվ սա տակտիկական պահ է։ Պնդել, որ այս հրադադարը կարող էր դառնալ, եթե կնքվեր, կարող էր դառնալ ամուր հրադադար, շատ, այսպես ասած, անհիմն թույլ հիմքերի վրա պնդում պիտի լիներ, որովհետև այդ այսպես կոչված երաշխիքները, որ եթե Ուկրաինան վերսկսի պատերազմը, իրեն տրված երաշխիքները վերացվում են, կամ եթե Ռուսաստանը վերսկսի պատերազմը իրա դեմ իրեն տրված ինչ որ բաները դե ֆակտո ճանաչումները վերացվում են եւ այլն, դա շատ թույլ իրականում երաշխիքներ է։ Եվ Բայց այնուհանդերձ Ռուսաստանը շահած դուրս չի գալիս, եթե այդ 28 կետերը, չնայած ասվում է, որ վերանայվել են դրանք, բայց այնուհանդերձ այս առանցքային պայմանը մնում է տարածքային կորուստները Կիևի կողմից։ Սա իշա Ռուսաստանի չի ավարտվում։ Նարեկ, ես նորից եմ կրկնում,
Ռուսաստանի օկուպացված տարածքները օրինական ոչ մեկ չի ճանաչում։ Հա, բայց փաստացի Կիևը դրա վրա իշխանություն չի ունենում։ Խոսքը գնում է հրադադարի պայմանագրի մասին։ Հրադադարը ինչ է նշանակում։ Կողմերը սպառեցին իրենց ռեսուրսները, ստիպված են հրադադար կնքել։ Դա չի նշանակում պատերազմի ավարտ։ Դա նշանակում է պատերազմի հրադադար, դադարեցում։ 94 թվականին հայ-ադրբեջանական ճակատում, չէ, կնքվեց հրադադար։ Դա չէր նշանակում պատերազմի ավարտ։ Դա նշանակում էր ժամանակավոր ռազմական գործողությունների դադարեցում։ Հիմա Ռուսաստանի Դաշնությունը հրադադարի պայմաններ է փորձում թելադրել իրեն համար քիչ թե շատ իրենց կարծիքով երաշխիք ստեղծող, որ հաջորդ փուլը պատերազմի ավելի վատ իրենց համար չլինի։ Սրա մասին է խոսքը։ Եվ ռուսական կողմը, եւ ուկրաինական կողմը, եւ միջնորդները հասկանում են, որ սա պատերազմի ավարտ չի։ Պատերազմի ավարտ կարող էր լինել, եթե ռուսական զորքերը հետ վերադառնային 22 թվականի սահմանների վրա, հա, եւ պայմանավորվեին Դոնբասի եւ Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ։ Ձեռք բերեին կողմերը պայմանավորվածություն, որ այդ տարածքների կարգավիճակը որոշվելու է հանրաքվեով եւ այլն։ Նման դեպքում հա մենք խոսենք, որ սա խաղաղ կարգավորման շրջանակային պայմանագիր է։ Բայց պսի բան չկա։ Այսօր դա չի քննարկվում։ Ռուսաստանի իշխանությունները չեն կարող զորքերը հասկանալի է, չէ՞, չեն կարող զորքերը հետ բերել այդ դիրքին, որից որ սկսել են պատերազմը։ Ուստի եւ հասկանալի է, որ խաղաղության մասին չի, խաղաղության պայմանագիր չէ ինչ որ սեղանին դրված է, այլ ընդհանրապես հրադադարի պայմանագիր։ Հրադադարի պայմանների շուրջ է գնում բանակցությունները։ Ռուսաստանի համար խնդիրը այսպիսին է եւ իրենք դրա մասին բացահայտ ասում են։ Իրենք հարձակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ ռեսուրսներ ունեն։ Իրենք չեն կարա, պատերազմը այսպիսի ֆորմատ ունի, ձևաչափ ունի, նարեկ։ Ռուսական կողմը կարա չհարձակվի, չի կարա, չէ՞, պիտի իրենք անընդհատ հարձակվեն։ Այսպես ասած, իրենց քաղաքական վիճակն է թելադրում իրենց այդ վարկագիծը, որ իրենք չեն կարա պատերազմը սառացնել, խրամատներում նստեն ու սենց մնա ամիսներով։ Իրենք ստիպված են ամբողջ ընթացքում հարձակում կազմակերպել եւ այլն։ Ուկրաինական կողմը կարող է պաշտպանվել, օգտագործում է պաշտպանողական գործողությունների առավելությունը, ավելի քիչ կորուստներ ունի մարդկային եւ տեխնիկայի։ Հիմնական իր նպատակը Ռուսաստանին մեծ վնաս, նյութական վնաս պատճառելն է, ռուսական ուժերը թուլացնել այն աստիճանի, մինչև որ կարողանա ուկրաինական կողմը անցնել հարձակման։ Այս փուլում Ռուսաստանը ունի դեռ ռեսուրսներ, տարբեր էքսպերտների հաշվարկով մինչև գարուն եկող տարվա, եւ քանի դեռ այդ ռեսուրսները կան, Ռուսաստանի իշխանությունները պատճառ, այսպես ասած, բաց աչքերով իրողությանը նայել չունեն, իրենք հələ դեռ կոմֆորտ զոնայում են գտնվում։ Իրենց համար պրոբլեմները կսկսվեն 26 թվականի երկրորդ եռամսյակից, երրորդ եռամսյակից կարելի ասել այսպես, պրոգնոզավորվող ժամկետը, թե տնտեսության մեջ, թե ռազմական ռեսուրսների առումով մոտավորապես 6-7 ամիս հələ դեռ Ռուսաստանը ունի բավարար ռեսուրսներ իր ռազմավարությունը շարունակելու։ Այսինքն միջև գարուն դեռ կշարունակվի մարտական գործողությունները։ Դե տեսեք, այս սկանդալը, որ հիմա տեղի ունեցավ ԱՄՆ-ում, սկսվեց կոնգրեսում, հա, ապստամբությունից, Ուիտկոֆին մեղադրում են, որ ինքը գործակալական պահվածք ունի, դավաճան է, ԱՄՆ-ի շահերի դավաճանը եւ այլն։ Դա լուրջ է։ Այդ ամբողջը PC ֆոն է, որը որ բացառում է այս
այսպես ասած փորձը հրադադար հիմա կնքելու հավանաբար այդ փորձը կարելի է ասել, որ համարյա ձախողված է։ Գլխավոր հակառակորդը մենք տեսնում ենք եվրոպական պետություններն են, որոնք որ պատնեշ են դնում բոլոր այս տեսակ առաջարկներին, որոնք որ ԱՄՆ-ն փորձում է անցկացնել, այս վերջի կիսամյակում մենք տեսանք մի քանի անգամ տենց փորձեր, եւ իմ կարծիքով այո, պատերազմը կշարունակվի, ինչքան կարա շարունակվի, մինչև Ռուսաստանի մոտ ռեսուրսներ կան։ Ուկրաինայի մոտ նույնպես ռեսուրսների խնդիր կա, բայց ի տարբերություն Ռուսաստանի Դաշնությունից Ուկրաինան ունի աջակցության աղբյուրներ, իրեն աջակցում են եվրոպական պետությունները։ Ռուսաստանի Դաշնությունը աջակից նյութական ռեսուրսների առումով չունի, հակառակը, ինքը գտնվում է պատժամիջոցների տակ եւ իրեն օժանդակություն իրականացնողները նույնպես հայտնվում են պատժամիջոցների տակ։ Պարոն Ղուկասյան, Ռուսաստանը արդեն եթե ստեղծվի իրավիճակ, որ չպատերազմի, հա, ինչ դիրքերով արդեն կվերադառնա Հարավային Կովկասը, հետաքրքրվի թե չէ հայ-ադրբեջանական հարաբերություններով, այս տարիների ընթացքում այստեղ իրադարձություններ են տեղի ունեցել եւ ըստ տարբեր գնահատականների Ռուսաստանը դուրս է մնացել խաղի որոշ տեղերից։ Կա արդյոք նման բան, որ Ռուսաստանը բացակա է եւ ինչպես կփորձի բացը լրացնել։ Նայեք, այս օրերին Վենեդիկտովներ չէ Հայաստան եկել եւ տարբեր հարցազրույցներ տալի, լսել եք այդ մարդուն։ Ինքը պարզ ասեց, որ Ռուսաստանի Դաշնությունը բնականաբար պլանավորելով ագրեսիան Ուկրաինայի դեմ, խնդիր ուներ չեզոքացնել Թուրքիան։ Պարզ տրամաբանություն է, նաև ունի պատմական օրինակ։ 1920 թվականին, հա, բոլշևիկները, սովետական Ռուսաստանը նույնպես խնդիր ունեին Թուրքիան քաշել բերել իրենց կողմ եւ դրանով է պայմանավորված այն աջակցությունը, որը որ սովետական Ռուսաստանը ցուցաբերեց քեմալիստական Թուրքիային։ Այսինքն առաջի քայլը Ռուսաստանի դիրքերը թուլացնող, հա, կարելի է դիտարկել դա հենց Ռուսաստանի որոշումը Թուրքիայի չեզոքությունը ձեռք բերելու համար Արցախը հանձնել Ադրբեջան։ Այսինքն այդ ծրագիրը արդեն իսկ այո նշան էր, որ Ռուսաստանը իր ունեցած, այսպես ասած, դիրքերը ստեղ զիջում է Թուրքիային։ Երկրորդ խոշոր զիջումը մենք տեսանք այս տարի Վաշինգտոնում, հա, օգոստոսի 8-ին, եթե չեմ սխալվում։ Երկրորդ զիջումը նորից, դա գալիս է Մոսկվայից իմ կարծիքով, իմ համոզմամբ, Ռուսաստանը զիջում է Հայաստանի նկատմամբ հսկողությունը, Հայաստանի, այսպես ասած, երաշխավորի կարգավիճակը ԱՄՆ-ի այդ Տրիպ, Տրամպի ուղի եւ այլն, ըստ բովանդակության, ըստ իմաստ քաղաքական բովանդակության, կոմունիկացիոն իմաստով դա ինչա դեռ հարցական է, մենք չգիտենք, բայց քաղաքական իմաստով դա ըստ էության այն է, որ ԱՄՆ-ն է դառնում Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Հիմա այսպիսի process կարելի ասել օգոստոսի 8-ին մեկնարկեց Վաշինգտոնում, բայց դեռ ավարտին չի հասել։ Դա կախված է ռուս-ամերիկյան հարաբերությունների ընթացքից։ Այսինքն ոչ թե այստեղ ես կասեի, որ խոսքը գնում է վերականգնելու դիրքերը, այլ աստիճանաբար Ռուսաստանի Դաշնությունը ինչը որ կարող էր հանձնել Կովկասում հանձնում է։ Հանձնում է Թուրքիային, հանձնում է ԱՄՆ-ին։ Այսինքն Մի պայմանով, մի կարևոր պայման կա Ռուսաստանի համար։ Ռուսաստանը որևէ կերպ չի ուզում, որ տարածաշրջան մտնի Եվրոմիությունը։
կպատրաստ է Թուրքիային զիջել, ինքը պատրաստ է ԱՄՆ-ին զիջել, բայց ոչ Եվրամիության։ Նախորդ տարիներին մենք տեսել ենք հակառակ տենդենց։ Երբ որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ էր, օրինակ Հայաստանի կողմից այդ սեպ աստորագրելը չէր կարա լիներ առանց Ռուսաստանի Դաշնության համաձայնության, չէ՞։ Դի լիներ Ռուսաստանի Դաշնության համաձայնությունը, Հայաստանը ԵԱԵՍ անդամ է, հա, ԵԱՏՄ անդամ է, ման լուրջ պայմանագիր կնքելու համար Մոսկվան պիտի համաձայնի։ Ճիշտ է։ Այսինքն կարելի է ասել, որ սա է փոխվել։ Եթե Մոսկվայի համար առաջնային գործընկեր էր Եվրամիությունը անցյալում, հիմա Մոսկվայի համար առաջնային գործընկերներն են Թուրքիան եւ ԱՄՆ, ոչ Եվրամիությունը։ Պարոն Ղուկասյան, այսինքն Ռուսաստան իր առջև խնդիր չի դնի, ասենք, չգիտեմ, ճանապարհի առումով ինչ որ դերակատարում ունենալ այդ թրիփը, որ ստեղծվելու է, կամ ընդհանրապես տնտեսապես Հայաստանում ներկայացված լինելու առումով, այսինքն իր դիրքերը չի թույլանում այդպիսով այս ուղությամբ։ Ոչ թե չի թույլանում, այլ իր ներկայությունը Հայաստանում դրանով ավարտվում է։ Ես ասացի գործարքը ակնհայտորեն սկսվել է, բացվել է այդ օգոստոսի 8-ին, բայց դեռ չի ավարտվել։ Գործարքի ավարտից հետո պարզ է, որ եւ ռուսական ռազմաբազան պիտի Հայաստանից դուրս գա, չի կարա լինի տրիպ եւ ռուսական բազա։ Այդ մեղրից սահմանապահները պետք է դուրս գան եւ մյուս, էլի, այսինքն թե անվտանգության երաշխավորը դառնում է ԱՄՆ-ն, դա է չէ նշանակում, որ ռուսական ուժայինները Հայաստանից պիտի դուրս գան։ Ռուսաստանի եւ Հայաստանի համար, հա, այդ հարցն էլ կա, որ կմնա նման վիճակում Հայաստանը ԵԱՏՄ անդամ։ Կարողանա ինքը շարունակել մնալ ԵԱՏՄ անդամ, դա իմ կարծիքով դա էլ այսպես ասած հաջորդ հարցը կլինի։ Դուք հիշում եք Հայաստանի բարեկամների ցանցը, պիսի կազմակերպություն կա։ Ռասմուս Ֆոր Անդերսեն, դրա նախագահն է ՆԱՏՕ-ի նախկին քարտուղարը։ Իրենք Հայաստանում անցյալ տարի հրապարակել էին զեկույց, ինչպես Հայաստանը պիտի քայլ առ քայլ շարժվի դեպի Եվրամիություն եւ բնականաբար անցումային շրջան պիտի լինի, որը որ կարող ենք ասել, որ Վաշինգտոնում մեկնարկեց։ Ну, ավելի ճիշտ ինքը մեկնարկեց Պրահայում 22 թվականին, հա, երբ որ Ռուսաստանը ըստ էության համաձայնվեց, որ Ադրբեջանը եւ Հայաստանը համաձայնություն տան սահմանի վրա եվրոդիտորդների տեղակայման։ Կարևոր շրջադարձային քաղաքական որոշում է։ Մինչև հիմա Ռուսաստանի ղեկավարները Պրահան մատնացույց են անում, չէ, որպես ինչ որ Արցախի ճակատագրում կարևոր իրենց համար դեր խաղացած ինչ որ բան։ Հասկանալի է, որ առանց Մոսկվայի համաձայնության ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը եվրոդիտորդներին չէին թույլ տա մոնիտորինգ սահմանել հայ ադրբեջանական սահմանը։ Բայց կարելի է ասել այդ կետից սկսած այդ շրջադարձ, այդ անցումային շրջանը մեկնարկել է։ Եվ Ռուսաստանի համար նորից եմ ասում, իմ տպավորությունը այսօր թիվ 1 հակառակորդը Եվրամիությունն է, եվրոպական պետություններն են եւ Բրիտանիան, բացարձակապես հակառակորդ չի Թուրքիան եւ այսպես պոտենցիալ գործընկեր է ԱՄՆ-ը։ Դասավորությունը այսօր իրենց համար այդպիսին։ Ոստի եւ տարածաշրջանում իրենք պայման պիտի դնեն, որ Եվրամիությունը դեպի հարավային Կովկաս չտարածվի, դա կարա Թուրքիան լինի, դա կարա ԱՄՆ-ն լինի, բայց ոչ Եվրամիությունն էլի մի խոսքով։
Ինքը Թուրքիան տեխնացու է։ Դե Թուրքիան տեխնացու է, քանի որ Ադրբեջանում եւ Վրաստանում ունի հենարա։ Հայաստանում դե տեսնում եք որքան ցավոտ է գնում այդ Թուրքիայի հաստատվելու ծրագիրը, որտեղ առնչվում է այդպիսի հարցերի հետ, որ հայերը պիտի մոռանան ցեղասպանության մասին։ Հասկանում եք, չէ՞, անհնար է Թուրքիայի հետ լինել, հա, բարեկամ հարաբերություններում եւ ապրիլի 24-ին գնալ նշել ցեղասպանության Թուրքիայում զոհերի, որը Թուրքիան չի ճանաչում։ Եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի իրականանում հայերի ցեղասպանության ճանաչման պլատֆորմի վրա, ապա Հայաստանում առաջանում են այսպիսի խնդիրներ։ Բա ինչ անել այդ Եղեռնի հուշարձանի հետ, բա ինչ անել այդ ապրիլի 24-ի հետ, բա դա ոնց համադրել, էլի։ Նույն խնդիրը Արցախի հարցի հետ էլ։ Հիմա պետք է ամենտեղ ասել, որ Արցախի խնդիրը լուծված է, հա, այդ էթնիկ զտումը դա եւ հենց խաղաղության տանող գործողություններ, պիսի բաները չէ պետք ասել։ Հայ ժողովրդի համար, հայերի արժանապատվության համար դա սուր հարցեր են։ Եվ շատ, այսպես ասած, բարդ վիճակում է Փաշինյանը, ինքը մի կողմից տանում է այդ քարոզը, հա, որ պետք է շղթել ցեղասպանությունը, պետք է մերժել Արցախի ինքնորոշման իրավունքը, դա պետք է հանուն խաղաղ ապրելու համար հարևանների հետ, բայց նման թեզով ընտրությունների գնալ համաձայնվեք, որ ձայներ բերող չի, եւ ստիպված են որոնել նոր ինչ-որ բաներ, հա, եկեղեցու դեմ պայքար, աղանդավորներին հավաքել ԿՊ-ի դրոշների տակ, ինչ-որ այլ ֆինտեր հորինել, էլի։ Տեղ իսկապես բարդ է այսօր այս քաղաքական ուժի վիճակը, բայց եւ մեզ բոլորիս երևի պարզ է, որ որքան էլ Հայաստանում բազմաթիվ են ցանկացած դուդուկի տակ, հա, փող լինի պարող այդ քաղաքական գործիչներ, միայն Նիկոլ Փաշինյանը կարա իրականացնի այս ծրագիրը, որ հիմա իրականանում։ Այսինքն երկրորդ Նիկոլ Փաշինյան մենք պարզապես դուք ճանաչում եք քաղաքական բոլոր գործիչներին Հայաստանում։ Հին, նոր, ներկա, ապագա նույնիսկ չէ, այդ որ փորձում են ծնվել։ Կարծում եմ կհամաձայնվեք, Նիկոլ Փաշինյանի նմանը չկա։ Այս տիպի ծրագիր պատկերացնել ինչ-որ մեկ այլ գործիչ, որ կարողանա առաջ տանի, թե ԿՊ-ի ներսից, թե ԿՊ-ից դուրս, դա անհնար է։ Բայց եւ կան այսպիսի հակասություններ, ինչպես որ ասացի, մի կողմից ֆինանսական վիճակը երկրի վատանում է, հարկերը բարձրացնում են ստիպված, հա, թանկացումներ, բաներ եւ այլն։ Մյուս կողմից այդ արժանապատվության անկումը եւ ոնց հաղթես ընտրությունները նման պայմաններում։ Այս է հարցը։ Շնորհակալություն, պարոն Ղուկասյան, հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։